Ղազար Փարպեցին կարելի ասել հայ թարգմանչած շարժման գործի շարունակողներից է։ Նա իհարկե Մեսրոպ Մաշտոցի աշակերտների, ուղիղ աշակերտների թվում չէ, բայց նրանց գործը անմիջապես շարունակողներից է։ Այս առումով պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ նա ծնվել է Մեսրոպ Մաշտոցի մահվան թվականին, 440 թվականին։ Մասնագետների մի մասն էլ կարծում է, որ նա ծնվել է 443 թվականին, այսինքն մի փոքր ավելի ուշ։ Ղազար Փարպեցու մանկությունը անցել է հայ նշանավոր իշխան Վահան Մամիկոնյանի ընտանիքում։ Նրա մայրն են եղել նրա խնամակալը Ձվիկ իշխանուհին եւ նա հնարավորություն է ունեցել բավական լավ կրթություն ստանալու Մամիկոնյանների եւ Կամսարականների միջավայրում։ Այնուհետև նա շարունակել է այդ կրթական հնարավորություններից օգտվել Աշուշա Բդեշխի ընտանիքում, որտեղ էլ հենց այդ երկու տոհմերի ներկայացուցիչները կրթական այդ հնարավորություններն ունեին։